Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մարտի 15։ Նա արեց իր ամբողջ սրտով և հաջողեց։ Երկրորդ մնացորդաց 31-րդ գլուխ 21-րդ խոսք։ Սա արտասովոր երևույթ չէ, կա ընդհանուր բարոյական սկզբունք, որ նրանք, ովքեր գործն ամբողջ սրտով են անում, հաջողում են, մինչդեռ նրանք, ովքեր գործի են անցնում իրենց սրտի կեսը թողնելով հետևում, գրեթե միշտ ձախողում են։ Աստված ծույլ մարդկանց բացի տատասկից ու փշից ուրիշ ոչինչ չի տալիս, ոչ էլ հաճում է հարստացնել նրանց, ովքեր խորը չեն փորում արտը, որ հանեն այնտեղ թաքնված գանձը։ Բոլորին էլ հայտնի է, որ եթե մարդը ցանկանում է հաջողության հասնել, պիտի ջանք ու եռանդ դնի գործի մեջ։ Սա ճիշտ է, թե կրոնի, թե մյուս բոլոր բնագավառներում։ Եթե ցանկանում ես, որ Տեր Հիսուսի համար արած գործդ հաջողվի, ապա սրտանց արա, ամբողջ սրտով նվիրվիր դրան։ Քո հավատքի մեջ նույնքան ուժ, ջանք, եռանդ, էներգիա և սրտացավություն դիր, որքան սեփական բիզնեսիդ մեջ կդնեիր, և դեռ ավելին։ Սուրբ Հոգին օգնում է մեր տկարություններին, բայց երբեք չի քաջալերում մեր ծուլությունը։ Ովքեր են ամենաօգտակար մարդիկ քրիստոնեական եկեղեցում։ Նրանք, ովքեր իրենց վրա դրված գործը սրտով են անում։ Ովքեր են կիրակնօրյա դպրոցների ամենահաջող ուսուցիչները։ Նրանք, ովքեր ամենատաղանդավորներն են։ Ոչ, նրանք, ովքեր ամենանախանձավորներն են, որոնց սրտերը վառվում են Տեր Հիսուսի համար։ Ահա այս մարդիկ են, որ տեսնում են, թե ինչպես է իրենց Տերը առաջնորդում իրենց և հաղթականորեն առաջ շարժվում հաջողությամբ կատարելով փրկության փառահեղ գործը։ Ողջ սրտով գործին նվիրված լինելը արտահայտվում է համբերությամբ։ Սկզբում հնարավոր է ձախողում լինի, սակայն ջանասեր աշխատողը կասի. «Սա Տիրոջ գործն է, և այն պետք է կատարվի։ Իմ Տերն է պատվիրել ինձ, որ անեմ դա, և նրա զորությամբ ես կարող եմ անել դա»։ Ով քրիստոնյա, արդյոք ամբողջ սրտով ես ծառայում քո Տիրոջը։ Հիշիր Տեր Հիսուսի նախանձավորությունը։ Նա այնքան սրտանց էր նվիրված իր գործին, որ կարող էր ասել. «Քո տան նախանձը կերավ ինձ»։ Հովհաննես 2-րդ գլուխ 17-րդ խոսք։ Երբ նրա քրտինքն արյան կաթիլների պես գետին էր ընկնում, այդ ժամանակ նրա օրհնյալ ուսերին դրված բեռը այնքան էլ թեթև չէր, և քիչ չէր այն ջանքը, որ նա դրեց, երբ իր հոգին թափեց իր ժողովրդին փրկելու համար։ Թող Սուրբ Հոգին օգնի, որ մենք ևս գաղջ չլինենք, այլ Տեր Հիսուսի պես ջերմեռանդ ծառայենք մեր Աստծուն։